ամեն ինչին շնորհակալություն ունենք մի մեծ մարդու, հզոր մարդու ծապտալու եւ ասելու եւ գովելու, ինքը կասի, Թունիսելու վաղտը գալու ա շուտով։ Իսկ կներեք, մի քիչ լորվա ձևով միգուցե խոսեմ, այս ես ձեր ցավը տանեմ, հենց այդպես էլ խոսալու եմ, գրած բաներ կա, լրիվ ես եմ գրել, բայց թե ուզում եմ նայեմ, ասնեմ կարող է հերթականությունը կորցնեմ, ուզում եք այդ ձևի խոսանք, այն ձևով որ պետք է խոսեիք, հիշում եք, մարտի մեկը ստեղ որ մենք հավաքված էինք, ինչքան երջանիկ օրեր ունեինք, օրեր ասկացինք միասին, անկեղծ եմ ասում աշխարհով մանե մեկ է, բայց այս ձևի երջանիկ օրեր ես չեմ ունեցել, իմ ամենաերջանիկ օրը դա եղել, իսկ իմ ամենավատ օրերից մեկը այն ա եղել, որ չարժող մարդ ինձ սկանդալել տարել են, ընել իմ երկրում, ամբողջ աշխարհն անը մեկ էլ ազատ, բայց մեր երկրում կանդալել տանում են, ուր են տանում, իսկ Բերդերում այսօր գիտեք ինչ մարդիկ են նստած, անմեղ մարդիկ են նստած, շինծուսարկած, անմեղ մարդիկ իրականությամբ, իսկ 1915 թվականի ցեղասպանությունը սկսեցին, ես ասեմ Վենեսուելայում և Շվեդիայում, Ուպսալա քաղաքում, մեծ տիկնոջից և մեծ մարդուց ոնց էին ասում ցեղասպանությունը երբ որ սկսեցին առաջին հերթին երիտասարդական բանդերը գցել, զենքահավաք սկսեցին, մտավորականներին գլխատեցին, նոր ցեղասպանություն սկսեցին, այսօր մեր Բերդերում այդ վիճակն է, անկեղծ եմ ասում, շինծուսարկած մարդիկ են նստած, 7 երեխաներ մարդ են դեղ նստած արդեն տարիներով, որ ազգին 7 լավ բալայ է պարգևել, ես ձեր ցավը տանեմ էլ ասելու բան չունեմ, հավատացեք մինչև վերջ, պետք է պայքարենք, ես դրա հետ մեկտեղ, առաջին հերթին ձեզ բոլորից շնորհակալ եմ, հավատացեք բռունցքված, որ միասին լինենք, հետ չկաղնեք, չկաշառեք, ոչ մի բան, ամեն ինչն էլ ներդրեք, միասին մինչև վերջ գնալու ենք, միևնույն է Թունիսի տենք, շուտ է, շնորհակալություն բոլորին։